Թելավիում աղետի հետևանքների վերացման աշխատանքները վաղ առավոտից վերսկսվել են։ Մոբիլիզացվել է հատուկ տեխնիկա։ Այս պահին Ալազանի պողոտանը արդեն մաքրվել է քարերից եւ փլվածքներից, որտեղ երեք երթևեկությունն անհնար էր։ Ափապաշտպան աշխատանքների իրականացման արդյունքում վարարած ձորը վերադարձվել է իր բնական հուն, ջրի մակարդակը զգալիորեն իջել է եւ գետի հունից դուրս գալու վտանգն այս փուլում այլևս չկա։ Ջրհեղեղը զգալի վնաս է հասցրել Թելավիի մի մասին, ոչնչացվել է ճանապարհային ենթակառուցվածքը, վնասվել են ինչպես մասնավոր, այնպես էլ պետական օբյեկտները։ Թելավիի քաղաքապետարանում գործող հատուկ հանձնաժողովը հաշվարկում է հասցված վնասը։ Տարերային աղետի հետևանքների վերացման առաջնահերթությունները սահմանում է օպերատիվ շտաբը, որի կազմում ընդգրկված են տարբեր նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարները տարածաշրջանի ղեկավարների հետ միասին։ Աղետի վայրում կենտրոնացված են տեխնիկական միջոցներն ու մարդկային ռեսուրսները եւ վերականգնողական աշխատանքները շարունակվում են։ Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հրապարակում է Թելավիում տեղացած առատ տեղումների հետևանքների նախնական գնահատականը։ Գործակալությունում նշում են, որ հուլիսի 12-ի վաղ առավոտյան տեղացած առատ անձրևների հետևանքով Թելավիի գետը դուրս է եկել իր հունից, իսկ սելավային հոսքերը հեղեղել են քաղաքի մի քանի փողոցներ։ Թելավիի օդերևութաբանական կայանում տեղումների քանակը կազմել է 57,3 մմ, ինչը համապատասխանում է քաղաքի ամսական նորմայի 85%-ին, իսկ Իկալթոյի կայանում գրանցվել է 40,1 մմ տեղում։ Թելավիում ստեղծված իրավիճակը գնահատելու նպատակով երեկ առավոտից տեղում աշխատում էր շրջակա միջավայրի ազգային գործակալության երկրաբանների եւ հիդրոլոգների խումբը։ Նախնական գնահատմամբ Թելավիի մունիցիպալիտետում տեղացած առատ մթնոլորտային տեղումները Թելավի կիրճի գետի ավազանում սելավային գործընթացների կտրուկ ակտիվացում են առաջացրել։ Պինդ նստվածքների եւ ջրի կրիտիկական զանգվածների համակցությամբ ձևավորվել է հզոր սելավային հոսք։ Գետի միջին հոսանքում տեղակայված 3 սելավապահպան, այսպես կոչված Խերխեուլիձեի սելավապահպան կառույցները մասամբ կարողացել են զտել հոսքը։ Սակայն հոսքի մեծ ծավալի եւ ուժի պատճառով այն ձախ կողմից շրջանցել է բոլոր 3 կառույցները, ժամանակավորապես որպես հուն օգտագործել է հին գրունտային ճանապարհը, վնասել ափապաշտպան կառույցները եւ ճանապարհի առանձին հատվածներում առաջացրել ծածկույթի դեֆորմացիա։ Քաղաքի տարածքում գետի հունը չի կարողացել ամբողջությամբ անցկացնել սելավային հոսքը, ինչի հետևանքով այն դուրս է եկել հարակից տարածքներ։ Սելավային զանգվածի հիմնական կուտակումը գրանցվել է Թելավիի ստորին հատվածում առանձին ենթակառուցվածքային օբյեկտների հարևանությամբ, հայտնում են շրջակա միջավայրի ազգային գործակալությունից։ Գործակալության մասնագետները շարունակում են մնալ տեղում եւ իրականացնում են աղետի գոտու մանրամասն ուսումնասիրությունը։ Այսօր Կախեթիի տարածաշրջանում կրկին սպասվում են կարճատև անձրևներ։ Տարածաշրջանում թույլ տեղումներ կպահպանվեն մինչև շաբաթվա վերջ։ Ինչ վերաբերում է Արևմտյան Վրաստանին, ապա այստեղ որոշ շրջաններում անձրև կտեղա, իսկ օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի 27-ից 32 աստիճան։ Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում նույնպես սպասվում են տեղումներ։ Առավելագույն ջերմաստիճանը կկազմի 29-ից 34 աստիճան։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34 աստիճանի։ Նման եղանակը կպահպանվի ամբողջ երկրում մինչև շաբաթվա վերջ։ Այսօր Վրաստանի ուղղափառ եկեղեցին նշում է Սվետիցխովլոբայի տոնը։ Տոնի առթիվ ամենայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Շիո III-ը Սվետիցխովելի մայրտաճարում մատուցում է հանդիսավոր Սուրբ Պատարագ։ Սվետիցխովլոբայի տոնը նշվում է տարին 2 անգամ՝ հոկտեմբերի 14-ին եւ հուլիսի 13-ին։ Հոկտեմբերի 14-ին եկեղեցին հիշատակում է Քրիստոսի պատմուճանը, իսկ հուլիսի 13-ին Քրիստոսի բոլոր առաքյալներին։ Մանկապարտեզներում երեխաների գրանցման երկրորդ փուլն արդեն սկսվել է եւ կշարունակվի մինչև հուլիսի 19-ի կեսգիշերը։ Գրանցումը հնարավոր է կատարել Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության պաշտոնական կայքում։ Այսօր կգրանցվեն Թբիլիսիի մունիցիպալ տարածքում հաշվառված երեխաները։ Երրորդ փուլը կմեկնարկի հուլիսի 20-ին ժամը 10-ին եւ նախատեսում է համընդհանուր գրանցում, ինչը նշանակում է, որ Թբիլիսիի հանրային մանկապարտեզներում կարող են գրանցվել 2-ից 6 տարեկան բոլոր երեխաները, անկախ իրենց գրանցման վայրից։ Սև ծովի ջրի որակը նորմայի սահմաններում է։ Շրջակա միջավայրի ազգային գործակալությունն ամեն ամիս մշտադիտարկում է իրականացնում ծովի 12 կետերում։ Վերցված նմուշներն ուղարկվում են լաբորատորիա, որը հագեցած է բարձր ճշգրտության սարքավորումներով։ Հետազոտությունների ընթացքում որոշվում են հիդրոկենսաբանական եւ քիմիական ցուցանիշները, այդ թվում 13 ծանր մետաղների, նավթային ընդհանուր ածխաջրածինների, 16 պոլիարոմատիկ ածխաջրածինների, ինչպես նաեւ այլ ֆիզիկա-քիմիական ցուցանիշների խտությունները։